Գործարար Սիլվա Համբարձումյանը մայիսի 6-ին կկատարի իր քաղաքացիական պարտքը եւ հետո նոր միայն կհայտարարի, թե որ կուսակցությանն է անդամագրվելու։ Ասեմ իշխանական չէ։ Գործարար կինը գտնում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այսօր մեծ ձայներ է կորցրել։ Միայն այն պատճառով, որ արդար լուծում չտվեց իր եւ Սյունիքի մարզպետ Հանրապետական Սուրիկ Խաչատրյանի միջև վեճին։ Ես կարծում եմ, որ Հանրապետության նախագահան այդ վեճից հետո կստիպեր Սուրեն Խաչատրյանին, կասեր կարելի է կնոջը պարտք լինել, ավարտվի եւ քո տղամարդու արժանինքները պահի։ Տիկին Համբարձումյանը կարծում է, որ իր հետ տեղի ունեցած միջադեպից հետո մեր հասարակությունը մեկ հարցի պատասխանի էր սպասում։ Սուրիկը պատժելի է, թե անպատժելի է։ Եվ պարզվեց, որ Սուրեն Խաչատրյանն անպատժելի է։ Հիշեցնենք, որ Արմենիա Մարիոթ հյուրանոցում 2011 թվականի նոյեմբերին Սուրիկ Խաչատրյանը հարձակվել էր Սիլվա Համբարձումյանի վրա եւ նրան հարվածել։ Այսօր նա նաեւ տեղեկացրեց, որ իր նկատմամբ հատուկ քաղաքականություն է իրականացվում եւ ինչ բիզնես գործունեություն է կիրառում, փորձում են ձեռքից վերցնել։ Եթե Սիլվան անում է, մենք էլ անենք։ Սիլվա Համբարձումյանը պատրաստվում է դիմել Եվրոդատարան իրեն Սիփան 1-ի հանքավայրի լիցենզիայի զրկելու համար եւ համոզված է, որ իր բողոքը բավարարվելու է։ Ի դեպ, գործարար կինն այս ընթացքում հասցրել է ընդլայնել իր բիզնեսն ու ունեցվածքը։ Ես գնել եմ Ալբերտ Երիցյանի առանձնատունը, պատրաստվում եմ գնելու բիզնեսը, այսինքն նա արդեն բիզնես չունի, սեփական գույքն եմ գնում։ Սուսաննա Պողոսյան, Հովսեփ Հովսեփյան, APF։